Պարոն Գասպարյան, դուք չեք մասնակցում այսօր Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը, հայ գործարարները այսօր Աղվերանում հանդիպել են նրան։ Չէ, մենք չենք մասնակցում։ Իսկ դուք տեղյակ չէիք այդ հանդիպումից։ Չէ։ Պարոն Գասպարյան, ամեն դեպքում այդ հանդիպումը ձեր կարծիքով ինչ պիտի տա մեր գործարարներին։ Կարող եք պատկերացում կազմել, թե ոչ։ Ոչ մի բան պատասխանել տեղյակ չեմ ընդհանրապես բաներից։ Էկոնոմիկայի նախարարը իր վերջին բրիֆինգներից մեկում ասում է, որ Ադրբեջանի հետ հստակեցնում ենք ապրանքների անվանացանք, Հայաստանից ուղարկվի արտադրանք, այնտեղից բերվի նաև Հայաստան։ Հիմա փաստատ մեր գործում դժվար չգիտենք, էլի։ Դժվար թե հայկական խմիչքը հետաքրքրություն առաջացնի։ Չէ, չգիտեմ, գիտեք, հետաքրքիր չի հետաքրքիր։ Ամեն դեպքում ձեզ ադրբեջանական շուկան հետաքրքրում է։ Ներմուծում ընդեղից դեռ չենք չկա էլ, տես բան կա ներմուծվի էլ, չգիտեմ։ Ամեն դեպքում դուք ձեզ հետաքրքրում է ադրբեջանական շուկան, փորձել եք ուսումնասիրել։ Կներեք, ոչ մի բան չեմ կարող ուսանամ այդ բանի հարցը։ Լավ, մի հարց էլ։ Ձեր հետ կապած սահմանափակումները Ռուսաստանում ինչի հետևանք են։ Մեր սահմանափակում չկա, դա մեր ներմուծողի հետ կապված է, այնց պրոստը թույլում բերում է եղել տեղատվության մեջ։ Մեկ ներմուծում խփներ ունենք լիքը, մեկ ներմուծողի լիցենզիայի խնդիրն է եղել, թույլում բերում է եղել եւ սա մտածել եմ, որ մեր գործարարն է կապված։ Այսինքն Հայաստանից արտահանումները շարունակում են բնականon ընթանալ, այսինքն Պրոշյանի խմիչքը կա ռուսական շուկաներում եւ որևէ խոչընդոտ չունեք դուք։ Ոչ։ Եվ ինչ խնդիր էր իրականում, որ դուք ասում եք մի խնդիր եղել թույլում։ Ներմուծողի լիցենզիայի խնդիրն է։ Ոսը ներմուծողը նույն անունը ունի, մեր հիմնարկի, դեռ այդպես թույլում բերում։ Այսինքն բնականon ձեր համագործակցությունն ընթանում է եւ մենք բոլոր երկրների աշխատում ենք նորմալ։ Իսկ այսպես կարող է ձեզ մի քիչ վանի այդ հարցը, բայց քաղաքական դաշտում կա տեսակետ, որ հայ-ռուսական հարաբերությունները տնտեսական դաշտում տուժում են։ Չենք մտնում այդ դաշտը, մենք մեր գործով ենք զբաղվում։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ դիվանագիտական հարաբերությունները անպայման հետևանք են թողնում շուկայում։ Չեմ, ընդհանրապես չեմ կարող ասել այդ հարցի շուրջ ոչ մի կարծիք։ Ապան տեղակը այդ հանդիպումից ես մենք տեղակ ենք, ինքն երկրում չի։ Համենայն դեպս չի մասնակցում։ Մեզ համար կարևոր այն է, որ հասկանանք մասնակցում են թե չէ։ Ես չի մասնակցում, եթե որ ինչ։ Դե հասկացա։ Հիմա իմ հարցը վերաբերում էր մասնակցելուն։ Մենք ենք մասնակցում,